Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր պիտի ուզեմ խոսել շատ նուրբ եւ ըսկայուն հարցի մասին, որ հաջող խորունգծավ ու գսկից կբաժարե ամուսնացած զույգերու։ Անիգա չփերությունն է, ամլությունը կամ զավակ չունենալը։ Եվ այս ցավն ու գսկիցը ավելի գխորանա, մանավանդ երբ շրջաբադի մեջ մարդիկ անխոհեմ գերբով, աննրբանգատ գերբով, իրենց խոսակցություններով եւ վերապերմունքով ավելի գվիրավորեն այդ զույգը։ Սիրելիներ, այս նուրբ հարցը ուզեցի մեջտեղ բերել եւ խոսել այդ մասին, որբեսի անոնք, որոնք այս դժվար վիճակին մեջ են գանցնին, Աստուծո մխիթարություն գտնեն եւ շարունակեն Աստուծո վստահել։ Որովհետեւ հաջող երբ շրջաբադեն ջնշումներ գուքան, թե երբ զավակ պիտի ունենաք, ինչու համար զավակ չեք ունենար, եւ տեսակ այսպիսի խոսակցություններ, որոնք իսկապես գվիրավորեն հոգիները, նուրբ հոգիները մարդոց, հաջող սիրելիներ, զույգեր գդարվին մտածելու, արդյոք Աստված մեզի կպատժե զավակ չդալով, արդյոք Աստված մեր աղոթները չլսեր, արդյոք Աստված մեր անցյալի կործած մեղքերուն որպես բադիժ է, որ մեզի գզրգե զավակ ունենալ է, եւ այսպիսի մտածումներ ավելի գչարչրգեն, ավելի գչարչարեն մարդու միտքը, հոգին, սիրտը, ավելի գմաշեցնեն մարդը։ Գուզեմ սկիզբեն ասել սիրելիներ, որ այդպիսի բան չկա։ Եթե այդպես ըլար մեղքերու պատճառով, ապա աշխարհի մեջ ովև մեկը մարդ չէր, զավակ չէր ծնաներ։ Որովհետև ով է անմեղը։ Ով անմեղ է, որ զավակ ունենա այդ բարակային։ Եվ այդ բարակային ինչպես կրնա լալ, որ շատեր նույնիսկ առանց ամուսնության գոմնագի հարաբերություն ունենալով զավակներ կծնանին։ Ուրեմն անոնք մեղ չունին, անոնք ավելի մաքուր են, քան ամուսնացած զույգերը, որոնք Աստուծո դաջանին մեջ սրբությամբ մոդեցած են եւ իրենց անձերը խոնարհեցուցած են եւ ամուսնացած են։ Ոչ սիրելներ։ Երբ գարտանք Սուրբ Գիրքը, մխիթարություն կստանանք։ Սուրբ Գրքի մեջ սիրելներ, հաջող Աստուծո ամենեն մոդիկ բարեկամները ամուլ եղած են։ Հիշեցեք, Հայր Աբրահամ եւ Սարա։ Հայր Աբրահամը գոչված է Աստուծո բարեկամ։ Եսայի մարգարե 41-րդ գլխու մեջ, Հակոբոս Դիարնեղբոր երկրորդ ուրեմն նամակի երկրորդ գլխու մեջ Աստուծո բարեկամ գոչված է։ Հավատքի հայր եղած է Հայր Աբրահամը։ Եվ սակայն երկար ժամանակ, շատ երկար ժամանակ զավակ չունեցան։ Արդեն ձերացած էին, անկարելի էր որ զավակ ունենային։ Բայց Աստուծո խոստումը սիրելիներ ուրիշ էր։ Աստված խոստացավ, որ իրենց մե զավակ պիտի ծնանի եւ հավատացին Աստուծո։ Եվ Սարան 90 տարեկան էր, երբ զավակ ծնանեցավ։ Աբրահամ 100 տարեկան էր։ Աստուծո համար անկարելի բան չկա։ Բնության բացատրությամբ բնական ցևով անկարելի էր անիգա։ Բայց անոնք հավատացին մինչև էջ Աստուծո, հավատացին Աստուծո խոստումին, խոսքին։ Գգարտանք սիրելիներ Եբրայեցիներու նամակի 11-րդ գլխու մեջ այդ գլուխը գխոսի հավատքի ախոյաններու մասին, շատ կարևոր խոսք մը գսե Սարայի մասին։ Եբրայեցիներու նամակ 11-րդ գլխու պիտի գարտամ ցեզի 11 եւ 12 ամառները։ Իր հավատքով էր, որ Սարա ինքալ, որ ամուլ էր, որ թե ծնության սերմը ընդունելու զորությունը ստացավ
եւ իր հարաճած դարիքին մեջ զավակ ծնավ, որովհետեւ վստահություն ունեցավ Աստծո վրա, որ զավակ խոսացավ իրենց։ Եվ այսպես միակ անձեմը Աբրահամեն, որ այլևս սերնդակորձելու անգարող գսեբեր, ամբողջ սերունդներ ծնան, երկնքի աստղերուն չափ անթիվ եւ ծովեզրի ավազահատիկներուն չափ անհամար։ Գամ սիրելիներ, Աբրահամի զավակ Իսահակը եւ Ռեբեկան երբ ամուսնացան, զավակ չունեին երկար ժամանակ։ Իսահակ ինք աղոթեց եւ խնդրեց Աստծո, որ Աստված մեզի զավակ տուր։ Եվ Աստված ողորմեցավ, դվավ։ Հակոբ եւ Ռաքել, Իսահակի երկրորդ զավակը, Հակոբը, Լիային հետ ամուսնացավ առանց ուզելու, չէր գիտեր որ Լիաներ, Լիային զավակներ ունեցավ, բայց որում որ գսիրեր Ռաքելը, Ռաքելի հետ ամուսնացավ, երկար ժամանակ զավակ չունեցան։ Մինչև որ Աստված հետո անոնց երկու զավակներ բարգվեց, Հովսեփը եւ Բենյամինը։ Գամ սիրելիներ, Աննան ինքը սքանչելի օրինակ է։ Կգարտանք առաջին թագավորաց գրքի առաջին գլխու մեջ, թե ինչպես Աննան ինք սիրելիներ Եղգանայի գինը ամուլ էր եւ հաջող անարգվեցավ։ Եղգանան ուրիշ կին մնալ ուներ, այդ գինը զավակներ ուներ, գանարկեր զինք եւ զինքը նկատեր, որ Աստուծմե բաժված է, հետևաբար զավակ չունենար Աննան։ Եվ աննորամալ լացավ։ Եղգանան իր ամուսինը ասա, որ միթե ես 10 զավակի դեր չեմ քեզի համար, ինչու համար գուլաս։ Եվ Աննան սիրտը դիրոջ դիմաց բացավ, ու Աստված լսեց անոր աղոթքը եւ զավակ բարգեւեց։ Եվ դա քրական է սիրելիներ, Աստվածաշունչի մեջ բոլոր անոնք, որոնք Աստուծո մոդիկ եղած են եւ ամուլ եղած են, անարգված են իրենց շրջապատին կողմը, այո, իրենց ժամանակին մեջ, բայց Աստված հետո իրենց ուշ տարիքին, իրենց մեծահասակ տարիքին զավակ բարգեւած եւ այդ զավակները, յուրաքանչյուրի զավակը հրաշք զավակ եղած է, ոչ միայն իր ծնունդով, այլ նաեւ Աստուծո ծրագրին իր մասնակցությամբ։ Տեսեք Աբրահամի խոստացված զավակը Իսահակը, Հակոբը, Հակոբի զավակը, սիրելի զավակը Հովսեփը, Աննայի զավակը Սամվել մարգարեն եղավ։ Նույնը թագավորաց 10-րդ գլխու մեջ կգարտանք սիրելիներ, որ Մանվեի գինը ամուլ էր, երբ Աստված լսեց իրենց աղոթքը եւ զավակ տվավ, եւ անիկա դարձավ Սամսոնը։ Գարտանք նաեւ սիրելիներ 4-րդ թագավորաց գրքի 2-րդ գլխու մեջ, թե ինչպես Եղիսե մարգարեի ուրեմն աղոթքներով 4-րդ գլխու մեջ Սունամացի հարուստ կինը երեխա կունենա։ Կամ հիշեցեք սիրելիներ նոր գդագարանի մեջ Զաքարիան եւ Եղիսաբեթը Հովանես Մկրտիչի հայրն ու մայրը, որոնք շատ խիստ կերպով անարգվեցան իրենց շրջապատին կողմը, բայց Աստված իր որդին թիմած ջամփապացող Գարաբեդը իրենց մե ծնավ Հովանեսը, եւ տեսեք ինչ կսվի Ղուգասու ավետարանի առաջին գլխում մեջ Զաքարիայի եւ Եղիսաբեթի մասին գսվի անոնք երկուքնալ ուրեմն կգարտամ առաջին գլխու 6 եւ 7 համարները անոնք երկուքնալ Աստուծո աչքին արդար էին եւ իրենց ամփասիր կյանքով գհնազանդեին Տիրոջ բادرաններուն եւ օրենքներուն իրենց ամփասիր մաքուր կյանքով գհնազանդեին Աստուծո օրենքներուն բادرաններուն եւ երկուքնալ արդար էին բայց 7-րդ համար անոնք զավակ չունեին որովհետեւ Եղիսաբեթ ամուլ էր եւ արդեն երկուքնալ ձերացած էին բայց սիրելիներ դարիներ շարունակ աղոթած էին արցունքով ցավ իրենց սրդին մեջ եւ տեսեք նույն գլխու Ղուգասու ավետարանի առաջին գլխու 10-րդ համարի մեջ եւ որ Տիրոջ հրեշտակ ուկա Զաքարիայի մոտ գսե անոր Զաքարիա մի վախնար Աստված լսեց աղոթքդ
գինը Եղիսապետը ման զավակը պիտի ծնի եւ զայն Հովանես պիտի գոչես։ Սիրելի զույգեր, մի ուսահադիկ, շարունակեցեք աղոթել հավատքով, չերմերանթությամբ։ Եթե Աստուծո գամքն է, որ Աստված զավակ բարգեւե, օրտնյալ է իր գամքը։ Եթե Աստծո գամքը չէ, որ զավակ բարգեւե, հարց չգա։ Մի լսեք ջնշումները ձեր շրջապատին։ Այո, գիտեմ, խորաբես ես ալ գասկնամ ցեզի, ձեր սրդի գսկիցը ցավը։ Բայց սիրելիներ, կարևորը որ դեր եւ դիգին իրարու հետ սիրով եւ սրբությամբ ապրին, միասնապար Աստուծո ջամփու մեջ կալեն եւ եթե Աստուծո գամքն է, եթե Աստված գահաջի, թող ձեր դուները օրտությամբ, մեր դուները ցակուկներով լեցվին։ Իսկ եթե Աստուծո գամքը չէ, հարց չէ։ Մենք կարևորը սիրելներ Աստուծո գամքին մեջ մնանք։ Աստուծո սիրուին մեջ մնանք։ Համբերողը լանք այս դժվարին օրերու մեջ, բայց հիշեցեք սիրելներ, որ ավելի գարժե ցանկը, քան թե ոյը մեկ դեսագի այսպիսի ցավ։ Տեսեք ինչ կսե Դավիթ մարգարեն 60-րդ Սաղմոսի մեջ պիտի գարտամ ցեզի 3-5 համարները, որովհետև գսե Դավիթ մարգարեն Աստուծո քու սերդ ցանկեն ավելի գարժե, ուստի շրտներս պիտի կովապանեն քեզ, ամբողջ ցանկիս ընթացքին պիտի օրտնապանեմ քեզ եւ ցերկերս աղոթքով թեպի քեզ պիտի բարձրացնեմ։ Հոգիս խնջույքի մեջ պիտի լա ու գշտանա եւ շրտներս սնձության երկով պիտի օրտներքեն քեզ։ 8-րդ համար ես քեզի կապված կմնամ եւ քո աչքդ կբահեզիս։ Սիրելիներ, Աստուծո սերը ցանկին ավելի գարժե։ Նույնիսկ զավակները ավելի գարժե։ Հետևաբար չհուսահատինք Աստուծո կապված մնանք, չլա որ չար սատանան օգտագործե մեր այս ամլությունը, չփերությունը, դգարությունը եւ մեզ Աստուծո թեման է։ Հավատացեք Աստուծո։ Ես շատ զույգեր գիտեմ, շատ, որոնք ոչ թե առաջին դարին, ոչ թե 5 տարի, ոչ թե 10 տարի զավակ չունեցան, այլ ատկե վերջ զավակ ունեցան։ Զույգ մը գիտեմ 18 տարիների հետ զավակ ունեցան, զույգ մը գիտեմ 22 տարիների հետ զավակ ունեցան, երբ արդեն մեծահասակ էին, բնական ծևով, առանց ոյե մեկ միջամտության։ Այսօր դժբախտաբար սիրելիներ աշխարհը դարբեր միջամտություններ գուզե ընձայել, ըսկուշացեք, մանավանդ IVF կոչված են, որովհետև անոնք սիրելիներ, երբ սերմը գարնեն ու գսարեցնեն եւ հետո գնգան արքանտի մեջ կտնեն, այդ լեցուն բազմաթիվ սերմերը, որոնք սարած են, անոնք Աստուծո թեմ են, եւ եթե ովևէ մեկը IVF-ի մեջ եղած է, թող աղոթի Աստուծո ներողություն խնդրելու համար։ Եթե սիրելիներ բնական բզդիկ բժշկական միջամտություններու գարիք կա, անպայման, բայց այլապես Աստուծո կապված մնացեք։ Ինչու համար սիրելիներ այդքան դրտմիկ։ Դեր Հիսուս Քրիստոս ինքը մեզ չէ լքած, ընդհակառակը ինքը սիրելիներ մեր այդ ցավի մեջն է, մեզի գհրավիր է եւ գսե Մատթեոս ավետարանի 11-րդ գլխու 28-րդ համարի մեջ. Ինձի եկեք, դուք բոլորդ հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ պիտի դամ ցեզի։ Հիսուս գսե Մատթեոս Հովաննու ավետարանի 14-րդ գլխու 28-րդ համարի մեջ, 27-րդ համարի մեջ խաղաղություն կթողում ցեզի։ Իմ խաղաղությունս է որ գուդամ ցեզի, որ աշխարհի դված խաղաղությունեն դարբեր է։ Սիրելի զույգեր, Քրիստոսի մեջ խաղաղություն փնտրեցեք։ Քրիստոսի մեջ եւ հույս ունեցեք Տիրոջ վրա։ Այս դժվարին օրերը, նեղությունները ցեզի
դոգունության առաջնորդեն, հավատքի խորության առաջնորդեն։ Հռոմայացիներու նամակի մեջ տեսեք ինչ կսե Պողոս Արաքյալ 5-րդ գլխու 3-ին 5 համարները պիտի գարտամ։ Դակավին կբարձրանանք նաև մեր նեղությանց մեջ։ Գիտնալով որ նեղությունները մեզի համբերություն կտան։ Համբերությունը դոգունություն, դոգունությունը հույս, իսկ հույսը երբեք ամոթով չի ցկեր, որովհետև Աստուծո սերը դեղ կդած է մեր սիրտերու մեջ։ Մեզի դրված Սուրբ Օքիի միջոցով։ Աստուծո անտեպ հույս ունեցեք։ Աստված սիրելներ նույնիսկ մակրված արքանտեն գրնա հրաշքներն էլ, զավակ ծնանիլ։ Ես շատ մոդիկ բարեկամ ունիմ, որում մեծ մայրը չարտեն ազատած էր, 5 զավակ երեխա գործընծուցած էր, սպանված էին Թուրքին կողմը։ Երբ քաղաքական գվերաբրի եւ ուկա դիպանան, երբ արդեն դարիքը անցած է զավակներ երեխաներ ունենալու, Աստված իրեն հաջորդող դարիներուն 5 երեխա եւս կուտա։ Բնական բնության օրենքներով ադիգա անկարելի բաներ, բայց սիրելներ Աստված գանտրանցի բոլոր բնական օրենքները։ Գարտացեք անպայմանորեն Նարեգացիի 50-րդ գլուխը Ձակիմը առաջին մասը այնտեղ պիտի տեսնենք որ Աստված գրնա սիրելիներ քարը ճուրի վերածել, ճուրը քարի վերածել։ Գրնա սիրելիներ անփանը փանագանի վերածել, փանավորը անփանի վերածել։ Հետևաբար Աստուծո համար անկարելի բան չկա։ Իրեն կապված մնանք հավատքով եւ շատ սիրելի զույգեր, շատ պիտի խնդրեմ որ հանգարտ չլա որ եւ որ լսեք մեգումը հղության ուրախ լուրը դուք նախանցով լեցվիք, փարգությամբ լեցվիք Աստծո նկատմամբ։ Ոչ։ Հռոմայացիներու նամակի 12-րդ գլխու մեջ Պողոս Արաքյալը հետևյալը գսե 15-րդ համարի մեջ ուրախացողներուն հետ ուրախացեք։ Ուրախացողներուն հետ ուրախացեք։ Ձեր հոգին թող ծնծա եւ որ տեսնեք որ ձեր հարազատը, ձեր ասկականը, ձեր բարեկամը, ձեր ընկերուին, ձեր ցանոթ կամ անցանոթը հղացեր է եւ զավակ միտուննա ուրախացեք։ Այդ ձեր սրդի մեջի ալիքները ուրախության ալիքներն են, ոչ թե նախանցի, ոչ թե փարգության, ոչ թե նեղության, ոչ թե ցավի։ Օր պիտի կա որ Հիսուսը սավ եւ որ Հիսուս դեպի կողքոտակը բարձրանար եւ Երուսաղեմի գիները իր վրա գուլային։ Հիսուսը սավ Ղուկասու ավետարանի 20-րդ գլխու մեջ սիրելներ 28 եւ 29 համարներու մեջ Երուսաղեմի աղջիկներ մի լակին վրաս այլացեք դուք ձեր եւ ձեր զավակներուն վրա, որովհետեւ օրեր պիտի կան, երբ մարդիկ պիտեսեն Երանի ամուլներուն, այն գիներուն, որոնք զավակ չծնան եւ չթիեցուցին։ Հիմա Երանի գուտան ոմանք ամուլ եղողները զավակ ունեցողներուն, բայց օրեր պիտի կան, որ զավակ ունեցողները ամուլներուն պիտեսեն Երանի ցեզի, որ զավակ չծնակ։ Ասիկա մխիթարական խոսքը չէ սիրելներ բարձաբես գուզեմ որ Աստուծո նկատմամբ խորունկ հավատք ունենաք եւ շարունակեք սիրելներ հավատքով ձեր կյանքը ապրիլ։ Սաղմոս 115-ի մեջ 9-րդ համարի մեջ գսե Սաղմոսակիրը ով ժողովուրդ Աստուծո թուն դիրոջ վստահ է անե քու օգնականդ եւ քու պաշտպան վահանդ 14-րդ համար Դերը թող բազմացնե ցեզ եւ ձեր որդիները։ Նաեւ 13-րդ համար Դերը չէ մորցած մեզ եւ պիտի օրհնե մեզ, պիտի օրհնե իր ժողովուրդը։ Դերը չի մորնար սիրելիներ։ Սիրելի զույգեր։ Իրարու հանդեպ շատ նուրբ եւ վսկայուն այս հարցի մեջ սիրով եղեք։ Սիրելի այր մարդիկ, քրգեցեք ձեր գիները։ Խոսեցեք անոնց հետ, աղոթեցեք իրենց հետ, մի ցավցնեք, չլա որ սիրելներ հանգարտ սերպերնեն դղամարտիկ, լսվի, որ ձեր գինը այբանեք եւ ասեք որ թունալ զավակ չբերիր, ամեն մարդ զավակ բերավ եւ թուն չբերիր, այսպիսի անխոհեմ եւ հիմար
մարդիկ ալգան թշպախտապար, որոնք ամենեն մեծ ցավը վիշտը վերքը կբաճարեն իրենց զույգին, իրենց ցանկի ընկերոջ։ Երբ որ այսպիսի հիմար խոսք մսեն, ասիգա հիմար մարդու խոսք է, ամմիտ մարդու խոսք է։ Ընթագարակը քու գնոջը ցավը քույալ ցավը պիտի լա, որովհետև ով սա որ միայն գանայք ամուլեն։ Երբեմն զավակ չպերության հարցը գախյալ է նաև դղամարդեն։ Գրնալալ դղամարդը ինքը ոյ մեկ արկելտներ ունենա եւ չկարողանա բերել։ Այդ բարակային ինչ գինը պետք է էսե իր մարդուն, որ թունալ չգրծար զավակ մը բերել։ Միայն բանեք իրար։ Ընթագարակը իրարու հետ սիրով եւ սրբությամբ եղեք։ Հավատացեք կսեմ, շարունակեցեք հավատալ Աստուծո ողորմության։ Իսկ եթե Աստված սիրելներ չդար, այդ ժամանակ Աստուծո շնորհքը բավարար է արդեն։ Դեսեք 13-րդ գլխու մեջ 2-րդ Գորընթացներու նամակի մեջ եւ որ Բողոս Արաքյալ իր սավերեն բժշկության համար դիրոջ դիմեց դեր անոր պատասխանեց 2-րդ Գորընթացից 13-րդ գլուխ պիտի գարտամ ցեզի 9-ն մինչեւ 11 համարները 9 եւ 10 համարները գսե Հիսուս Քրիստոս Բողոս Արաքյալին իմ շնորհքս գփավե քեզի որովհետև իմ զորությունս ամբողջապես կհայտնվի մարդուս դգարությանը մեջ ահա ինչու մեծ հաջույքով կբարձնամ դգարություններովս որովհետեւ Քրիստոսի զորությունը իմ մեջս հաստատվի Ադոր ամարալ ես կո եմ դգարություններուս եւ Քրիստոսի համար գրած նախադիկներուս նեղություններուս հալածանքներուս եւ դժվարություններուս համար որովհետև երբ դգար եմ այն ադենը որ զորավոր եմ Սիրելի քույրեր երբ դգար ենք այն ադեն ավելի զորավոր ենք Սիրելի եղբայրներ Հավատանք Քրիստոսի խոսքերուն Բողոս Արաքյալի նման նույնիսկ եթե դգար գսկանք նույնիսկ եթե գնահատվինք նույնիսկ եթե գալացվինք նեղություններու գենթարգվինք սակայն հավատանք Տիրոջ խոսքին երկրորդ Գորընթացներու առաջին գլխու 3 եւ 4 համարներու մեջ Արաքյալը գսե օրտնյալը Աստված մեր Դեր Հիսուս Քրիստոսի հայրը որ հայրապար գկտա եւ որպես Աստված գմխիտարե տեսեք Աստված սիրելներ մեզ չի բաժեր Աստված գկտա հայրապար եւ գմխիտարե Քրիստոս սիրելիներ Քրիստոսի բրգակորձութենեն դուրս չեն այն զույգերը որ զավակ չունեցան գամ չունին դագավին Դեր Հիսուս Քրիստոս հավասարապես իրենց համարալ մերավ իրենց համարալ իրարուն տապեց մեր բոլորին համար անխդիր Հետևաբար ոյ մեկը չսե որ Աստված ինձի կբաժե Եթե դու ունքես կնե այս ընթացքին լավակույն ժամանակն է որ Աստուծո մոդենաս եւ Աստված ինք պիտի զորացնե եւ բոլոր նեղություններեն դուրսանե շարունակությունը ու գզորացնե մեզ մեր բոլոր նեղություններու մեջ որբեսի մենք կարենանք Աստուծո մեր վայելած օգնություն ու մխիթարությունը դալանոնց որոնք ամեն տեսակի նեղությանց մեջ են Սիրելի զույգեր Իմացեք որ դուք առանցին չեք այս ցավի մեջ Աշխարհի մեջ շատ անթիվ զույգեր կան Բայց նաև անթիվ են զույգերը այն զույգերը որոնք երկար ժամանակների յետք զավակ ունեցած են բնական ծևով նույնիսկ իրենց մեծ դարիքի մեջ Անորամար գսեմ շարունակեցեք այդ վստահությամբ ապրիլ Տիրոջ վստահությամբ ապրիլ 40-րդ Սամոսի մեջ Դավիթ գսե առաջին 3 համարներու մեջ Համբերությամբ սպասեցի Տիրոջ եւ ան եկավ օգնության լսեցի մաղաչանքս զիս դուրս անեց դարաբանքի կուպեն ու ջահիջեն ժայռի վրա գանկնեցուց ամբրաբնտեց կայլերս եւ շրտներուս վրա թրավ նոր երկմը օրտնության երկ մեր Աստուծույն եւ դարձյալ 4-րդ Սամոսի մեջ գսե Դավիթ նախ գգարտամ առաջին համարը քեզ գգանչեմ բադասխան դուրով Աստված Թունես արտարությունս պաշտպանողը նեղությանս մեջ թունես որ զիս հանգստացուցիր ողորմե ինձի լսե աղոթքս եւ նույն Սամոսի 8-ն 9 համարներու մեջ հետեւյալը գսվի Շատեր գսեն ո՞վ բարիկներովդ մեզ լիացուր դեր շնորհքներդ արադացուր մեր վրա բայց թուն սրդիս շատ ավելի ուրախություն բարգեւեցիր
քան անոնք կրնան գտնել ծորենի քինի եծեթի արադության մեջ խաղաղությամբ կբարգիմ ու կքնանամ որովհետև դեր միայն թուն ապահովություն գուդաս ինձի սիրելներ ոմանք կրնան իրենց արադությանց մեջ ուրախանալ բայց մենք դիրոջ մեջ ուրախանանք դիրոջմով ուրախանանք Ողոսարակյալ առաջին Թեսաղոնիկեցիներու նամակի մեջ գսե 5-րդ գլուխ 16 եւ 16-ին 18 համարները միշտ ուրախ եղեք անդադար աղոթեցեք ամեն բանի համար շնորհակալ եղեք որովհետև Աստված ադիգա կսպասե ցեզ մե որ Քրիստոս Հիսուսի միացած եք դեր ադիգա կսպասե մեզ սիրելներ որ միշտ ուրախ լանք զույգեր իրարու հետ ուրախ եղեք եւ ամեն բանի համար շնորհակալություն հայտնեցեք զավակ ունիք Աստված օրհնե շնորհակալություն հայտնեցեք Աստծո զավակ չունիք Աստված ցեզ օրհնե շնորհակալություն հայտնեցեք Աստծո մի մտահոգվիկ Վերջ մի բայեք ծեր սրդի մեջ Սիրելի կանայք մանավանդուք շարունակեցեք հավատքով աղոթել Ես կհավատամ որ եթե Աստծո ծրագրի մեջ գա որ զավակ պիտի բարգեւեցեզի այդ ժամանակ այդ զավակը հրաշք զավակ պիտի լա Դուք այդպիսով սիրելներ պիտի տեսնեք որ զավակը իրավունք չէ այդ զավակը նվեր է Աստծո կողմէ Հետևաբար շարունակեցեք խնդրել Տիրոջ մե դերը ողորմած է դերը կտած է դերը ցես չէ լքած Տիրոջ փառքը պիտի հայտնվի ձեր մեջ են Իսկ եթե զավակ չունենաք հարց չկա Մի ցավցնեք ձեր հոգին շարունակեցեք ապրիլ Աստծո հետ շարունակեցեք սիրով ապրիլ ձեր ամուսնին հետ եւ ամուսիններ ձեր դիգիներուն հետ որբեսի ձեր ընտանեկան կյանքը քաղցությամբ լեցվի Իսկ շրջապատի մարդոց գուզեմ երկու խոսք ասել Նրբանագատ եղեք սիրելներ ձեր բոլոր հարցերուն եւ խոսակցությանց մեջ նաեւ վերապերմունքներու մեջ ինչու որովհետեւ հաջող ամիտ կերպով այսպես նաիվ ցևով հարցումներ գարցնեք ինչու մինչեւ հիմա զավակ չունեցաք արդյոք հարց մունիս Երբ զավակ պիտի բերեք ինչու զուլ գմնաք միասին մոտ եղեք քիչմը Առանցին կգնանաք անգողիներու մեջ եւ այսպիսի հիմար խոսքեր անբաչաճ խոսքեր որոնք սիրելիներ թադաբարդություն են ցեզի համար որովհետեւ Հիսուս կսե որ ամեն թադարք խոսքի համար հաշիվ պիտի բանջվի ցեզ մետադաստանի օրը Գան երբեմն թշպախտապար մարդիկ կան որ երբ որ հղի լա իրենց զավակը աղջիկը կամ ինքը հղի մնա իր հարազատին իր բարեկամին որ երկար ժամանակ զավակ չունենար անոր լուրջ չի դար որբեսի աչք չթփնա Գամ թերևս մտածե որ որբեսի չաստվի ինչ են պիտի աստվի բա 9 ամիս վերջը եւ որ երեխան մեջտեղ ծնի խերով բարով օրտությամբ այնադեն այդ անձը որ մեթուք քախնի բահեցիկ այսպես կոչված պիտի չիմանա այնադեն ավելի պիտի չցավի որ ինչու համար ինձի չսին որ հղի է միթե գարձեին որ ես պիտի չուրախանայի իրենց հետ Չէ որ Սուրբ Գիրքը գսե ուրախացողներուն հետ ուրախացեք Այս ինչ ամիդ վերապերմունք է Անողոն վերապերմունք է ասիգա Եվ գամ սիրելիներ Գան գիներ որոնք կսեն որ Իմ աղոթքս գտպնա եւ գուքան ցերկով ամուսնացած գնոջ փորին գտնեն Գամ երեխան գարնեն գսեն քրգե որ տունալ երեխա ունենաս Հա որքանալ սիրելիներ Երբեմն չարություն չի գա, չար դիդավորություն չի գա այդ բոլորի մեջ, բարի դիդավորություն դերևս կա, բայց նրբանագատ եղեք այդպիսի կանանց նկատմամբ։ Խնայեցեք։ Եթե պիտի աղոթեք, շատ ապրիկ, աղոթեցեք գոմնագի, բայց ամեն անգամ նույն բաները մի եսեք։ Գծավցնեք թիմացնի հոգին։ Շատ նրբանագատ հարց է ասիկան, նրբանագատ եղեք, շատ նուրբ հարց է, շատ նսկայուն հարց է։ Գուզեք աղոթել, շատ բարի, աղոթեցեք, խնդրեցեք Տիրոջը որ դեր, եթե քու գամքը թե այս զույգին
զավակ շնորհե։ Բայց ոչ թե այնպես ըրեք որ իմ աղոթքովս զավակ միլունաս, ինչու թուն Աստված ես։ Ով ես թուն։ Ես շատ մարդոց աղոթել եմ զավակ ունեցած են։ Հաստատ ասեմ ցեզի, որ քո աղոթքովը զավակ չեն ունեցած։ Հաստատ։ Եվ որ այսպիսի հբարտության մեջ ես։ Այսինքն խոսիմ սիրելեր շրջաբադի մարդոց։ Անոնք լան ընտանիքի անդամներ կամ շրջաբադի մեջ եղողներ։ Քիչմը նրբանկատ եղեք։ Սկայուն հարցին շուրջ սրբությամբ վերապերեցեք։ Խոնարհությամբ աղոթեցեք, խնդրեցեք Տիրոջմեն, բայց ամեն վարյան նույն հարցումը միդակ։ Եթե մեկը քիչ մկերծած է այդ զույգեն, այսինքն գին անշուշտ, եւ ասենք լայն հակուստ ակած է, ամիջապես ինչ է հղի ես, արդեն եթե հղի է, եւ եթե զույգին ծեր գուտա, որ հայդարարեն, գահայդարարեն։ Թուք մի միջամդեք, քիթերնիտ ամեն դեղ մի խոթեք։ Եթե սիրելներ զույգը գուզե որ հայդարարվի իրենց հղությունը, գահայդարարեն։ Առաջ մի ինակ, որ առաջին լուրը դուք ստանաք։ Հետևաբար, այս նուրբ հարցին շուրջ սիրելներ գուզեմ որ ամենքնալ եւ զույգերը եւ իրենց շրջաբադող մարդիկը քիչմը շատ ըսկայուն ծևով շատ նուրբ քաղցր ծևով վերապերին ողորմած զլանք իրար նկատմամբ եւ զույգեր գեզրագացնեմ եւ նորեն կգրտնեմ նույն խոսքը Աստուծո բադիժը չի անիկա որ զավակ չգուննար Աստված եթե գուզե պիտի ունենաք Աստված ծեր գողքին է ցեզի հետ է այս դժվարին ժամանակները արի թողլան ցեզի որ Աստուծո մոդենակ հազարավոր խոսքեր կան սուրբ գիրքի մեջ ես միան այս գարկը խոսքերը ցեզի բերի որբեսի ծեր հույսի մեջ զորանակ մխիթարվիկ Աստուծո օգնությունը խնդրեք եթե Աստված բարգեւե օրտնյալ է Աստված եթե Աստված չբարգեւե դարձյալ օրտնյալ է Աստված Բիդի աբրին կյանքը մեր աչքերը բիդի փակենք եւ վերջ դիրոջ հետ բիդի աբրին հավիդյան Հետևաբար թե զավակ ունեցողը թե զավակ չունեցողը թող Աստված օրտնապան է Այսօր շատ մարդիկ կան զավակ ունին դժբախտաբար իրենց զավակները Աստուծո ջամփեն հերույ են Անիկա ավելի մեծ ցավ կբաճարե ծնողներուն հավատացեք քան թե չփերությունը քան թե ամուլ գինը որ զավակ չունի Ավելի մեծ ցավ է ծնողի համար երբ դեսնե զավակները Աստծո ջամփեն երացած սխալ ջամփաներու մեջ Աստված բոլորին ետ դարձնե ո՞ե մեկուն ցավը չտեսնեք ո՞ե մեկ զավակի Բայց մխիթարություն ունեցեք եւ իրար մխիթարեցեք քաղցր խոսքերով իրարու հետ սիրով ապրելով նրբանկատ ծևով վերապերելով որբեսի իրարու ցավ ու վերք չբաճարեք ավելի Եվ Աստված թող բոլորիդ աղոթները լսե սիրելի զույգեր ինչպես որ Աբրահամին, Իսահակին, Հակոբին, Մանվեին, Աննային, Զաքարիային մեր Աստվածամոր ծնողներուն Հովագիմին եւ Աննային զավակ շնորհեց եւ այդ զավակը Աստուծո նպատակի մեջ Աստուծո փրկակորցյան ծրագրի մեջ մեծ օգուտ ունեցավ այնպես էլ ծեր զավակները մեծ օգուտ ունենան Աստծո ջամփու մեջ եւ Աստված ցեզ ուրախությամբ լեցնե Աստված ցեզ արադաբես օրտնե բարի եւ օրտյալ օր ծեր բոլորին